Հարգելի գործընկերներ, սիրելի ընտրողներ, նախ թույլ տվեք ողջունեմ Տիկին Մանուկյանի թեկնածությունը, որպես կին եւ որպես մասնագետ շոյված եմ, որ նման պրոֆեսիոնալը առաջադրվել է այս պաշտոնում, քանի որ չունենալով բազային կրթություն, Տիկին Մանուկյանը ապացուցել է, որ բնական խելքով եւ աշխատասիրությամբ կարելի է մեծ հաջողություններ ունենալ համապատասխան ոլորտում, միևնույն ժամանակ չեմ կարող չնշել պարոն Ֆարմանյանի իմ լավ ընկերոջ բարձր մասնագիտական որակը, նշեմ, որ պարոն Ֆարմանյանին ճանաչում եմ դեռևս մինչև այս ուժեղ թիմին միանալը, եւ այն, որ պարոն Ֆարմանյանը ունի իրականում ոչ միայն մեծ տեսական գիտելիք, հանդիսանում է մեծ գիտնական, ասում եմ որպես նաեւ գիտնական, այլ նաև ունի նաև մեծ պրակտիկ գիտելիքների փորձ, այսինքն շատ հազվադեպ է լինում, որ տեսական եւ պրակտիկ գիտելիքները մի մարդու մեջ միավորվում են, պարոն Ֆարմանյանը այն մարդկանցից է, որ իր մեջ միավորվել է եւ տեսական գիտելիքը եւ այդ տեսական գիտելիքը պրակտիկ կյանքում կիրառելու մեծ ունակություն է, ինչ եմ սա նշում, որտեվ բազմաթիվ անգամ մասնագիտական գործունեությամբ դիմել եմ պարոն Ֆարմանյանին տարբեր նորմերի մեկնաբանության եւ դրանց կիրառության ճանապարհը գտնելու խնդրանքով եւ միշտ ստացել եմ սպառիչ եւ խորը մասնագիտական խորհուրդ, ինչի համար շնորհակալ եմ։ Այնուամենայնիվ վերադառնալով այս հանձնաժողովի մասնագիտական ոլորտին, կցանկանայի խորհրդարանին, որը ունի շատ մեծ գործառույթ ֆինանսական վերահսկողություն իրականացնելու հոյակապ գործիքակազմ, կցանկանայի մի քանի հարցադրումներին ձեր ուշադրությունը դարձնել, որը պարոն Ֆարմանյանի թեկնածության ժամանակ ցավոք չհասցրեցի բարձրաձայնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մանուկյանը իր ելույթներում բազմաթիվ անգամ նշել է պետական գնումների ոլորտում կատարողականների ցուցանիշների ոչ բարվոք վիճակի մասին, ասեմ նաև հատուկ, որ կառավարության նիստի ժամանակ, սկսած հունիս-հուլիս ամիսներից, դրա մասին նաև խոսվել է կառավարության նիստերի ժամանակ, երբ որ ներկայացվել է բյուջեի կատարողականի թվերը, նշվել է, որ կատարողականները նվազեն եւ հետ են ընկնում իրենց ժամկետներից։ Ձեր ուշադրությունն եմ դարձնում մի հանգամանքի վրա, որը նաև նպաստում է, որ բյուջեի կատարողականները թերի են կատարվում, դրանք վերաբերվում են պետական գնումների ոլորտում բանկային երաշխիքներին։ Հարգելի գործընկերներ, 80 միլիոն դրամ ավել գնում պետական տենդեր լինելու դեպքում բանկային երաշխիքը, որը տրվում է պայմանագիր կնքելու ժամանակ, կազմում է 40%, այսինքն պայմանագրի գնի 40%-ը տնտեսվարող ընկերությունը ստիպված է բանկային երաշխիքի տեսքով ներկայացնելու պետությանը, որպեսզի պետությունը իր հետ կնքի պայմանագիր։ Հիմա պատկերացրեք, եթե խոսքը գնում է խոշոր շինարարական ընկերությունների մասին, որոնք տվյալ տարում մասնակցել են մի շարք տենդերների, ներկայացրել են բանկից վերցրել են երաշխիքներ բանկային, օրինակ գրավադրելով համապատասխան գույք կամ վերցնելով վարկ բանկից, որպեսզի կարողանան բանկից ստանալ բանկային երաշխիք, եւ օրինակ հուլիս ամսվան կամ օգոստոս, սեպտեմբեր շինարարությունը, մենք գիտենք հիմնականում մինչև նոյեմբերի վերջը իրականացվում եւ ցանկանում են մասնակցել հերթական մի որևէ տենդերի, ներողություն եմ խնդրում տերմինի համար, ուղղակի ավելի հանրամատչելի է տենդեր բառը, վերջիններս չունեն այլևս ոչ գրավադրվող գույք, ոչ համապատասխան միջոց, որպեսզի բանկից կարողանան ստանան բանկային երաշխիք, իրենց կնքված պայմանագրի 40%-ի չափով։ Ինչով պայմանավորված բազմաթիվ ընկերություններ շինարարական չեն մասնակցում տենդերների եւ համապատասխանաբար կամ տվյալ տենդերը ընդհանրապես չի կայանում եւ մենք ունենում ենք կատարողականի մասով, բյուջեի կատարման մասով խնդիր, կամ տվյալ տենդերին մասնակցում են 1-2 լավագույն դեպքում ընկերություններ չենք ապահովում մրցակցություն
Եվ չենք ունենում համապատասխանաբար մրցակցային գին, որտեղ ինչքան շատ ընկերություն մասնակցի, այնքան գինը առնում է մրցակցային եւ համապատասխանաբար գները իջնում են։ Այս տեսանկյունից հարգելի գործընկերներ, հարգելի падգամավորներ, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը այս մարմնին է պատկանում եւ օրենք ընդունելու ֆունկցիան նույնպես այս մարմնին է պատկանում, ես կուզենայի ձեր ուշադրությունը դարձնել, որպեսզի հնարավորության դեպքում մենք փորձենք այս հարցին լուծում տալ, որովհետեւ 40% պայմանագրի գինը ի սկզբանե վճարել, որպեսզի վերցնել այդ պայմանագիրը կատարել, կարծում եմ այնքան էլ խելամիտ չի, մանավանդ որ սա արվել է փոփոխությամբ, բանկային երաշխիքը եղել է բոլոր մրցույթների համար 10%, այս 30%-ը ավելացել է 2022 թվականից։ Հաջորդ խնդիրը, որը կուզենայի բյուջետային հարցերի շրջանակներում քննարկման առարկա դարձնել, եւ գուցե քննարկվի հետագա մեր գործունեության ընթացքում падգամավորների կողմից սահմանադրական դատարան դիմել եւ կառավարության որոշման համապատասխան կետը անվավեր ճանաչել, վերաբերվում է փոխկապակցված անձանց։ Վստահաբար ասեմ, երևի թե մեր գործընկերների մեծ մասը դրա մասին տեղյակ չի, հարգելի գործընկերներ, տեսեք, գնումների ոլորտում կա պատժամիջոց։ Երբ որ ընկերությունը խախտում է թույլ տալիս տենդերների ոլորտում, վերջինիս 2 տարի ժամկետով զրկում են պետական եւ համայնքային տենդերներին մասնակցելու իրավունքից, 2 տարի։ Համապատասխանաբար մեր շուկայի հիմնական մասը հենց տենդերների ոլորտ է, մասնավոր դաշտ Ռուսաստանի պես ահռելի չէ, որպեսզի ընկերությունները պետական եւ համայնքային բյուջեից դուրս կարողանան լայն տնտեսական գործունեություն ծավալել։ Ինչ է տեղի ունեցել կառավարության 526-ային որոշման մեջ, ինչ փոփոխություն է մտցվել 121-րդ կետով, իմ կարծիքով դա պրակտիկայում շատ մեծ պրոբլեմ առաջացնող է, որտեղ մենք տարել ենք ընկերությունների թվերի նվազմանը։ Մասնավորապես ֆիքսվել է այդ կառավարության որոշմամբ, իմ գնահատմամբ եւ նաեւ սահմանադրագետների գնահատմամբ խիստ հակասահմանադրական նորմ, հարցը վերաբերվում է հետեւյալուն։ Եթե ընկերությունը ներառվում է սև ցուցակի մեջ, այսինքն զրկվում է տենդերին մասնակցելու իրավունքից, վերջինիս հետ փոխկապակցված բոլոր ընկերությունները 2 տարի ժամկետով զրկվում են տենդերներին մասնակցելու իրավունքից։ Որոնք են փոխկապակցված անձինք, եթե թույլ տաք ընթերցեմ տնորենի եւ սեփականատիրոջ հետ փոխկապակցված հետեւյալ անձինք՝ հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները, քրոջ կամ եղբոր, ամուսինը եւ երեխաները։ Ծավալը պատկերացրեցիք, այսինքն Աստված ոչանի, իմ ընկերությունը ընկնում է սև ցուցակի մեջ, ու իմ ամբողջ գերդաստանը, անկախ նրանից ես այդ հարազատների հետ ինչ կապ ունեմ, խոսում եմ, շփվում եմ, եւ ընդհանրապես մենք ինչ փոխկապակցվածություն ունենք, բոլոր այդ ահռելի քանակի ընկերությունները ինքնաբերաբար զրկվում են տենդերներին մասնակցելու իրավունքից։ Պատժի անհատականացման ինստիտուտը իսպառն վերանում է, պլյուս հայկական իրականության մեջ ցավով եմ արձանագրում, պատկերացրեք, անգամ եղբայրների մակարդակով մենք բազմաթիվ վառօրինակներ գիտենք հանրության մեջ քննարկվող։ 2 եղբայր թշնամի են, մի եղբոր ընկերությունը ներառվում է սև ցուցակի մեջ, մյուս ընկերությունը, մյուս եղբոր, չեն խոսում իրար հետ, 10 տարի է, նույնպես զրկվում է տենդերներին մասնակցելու իրավունքից։ Կարծում եմ այս նորմը լուրջ սահմանադրականության խնդիր ունի եւ պետք է ամեն ընկերություն պատասխան տա իր մեղքի մասնաբաժնի համար եւ ամբողջ գերդաստանին պատժել նրա համար, որ որևէ մեկը, որևէ ֆիրմայով, որևէ գործով սխալ է թույլ տվել, դա հակասահմանադրական է եւ չի նպաստու սահմանադրությամբ պետությանը վերապահված տնտեսական գործունեությանը խթանելու եւ տնտեսվարողների իրավունքները պաշտպանելու առումով։ Հարգելի գործընկերներ, իհարկե կուզենայի խոսել նաեւ մեկ անձից գնման մասին, բայց երևի թե այլ ժամանակի մեջ չեմ տեղավորվի, իսկ թեման շատ ավելի ծավալուն է, քան մի քանի վայրկյանը, որը ինձ մնացել է։ Շնորհակալություն, այսքանը։ Շնորհակալություն։ Բեռնավոր աշխատանք։